Գար, մեկը նայես, եթե գոլերը գծի մոտի կա, խնդրենք հետ տանեն, էլի դեի բաները, հետ կողմից։ Գոլերը կարա գծի վրա լինեն դեր, խնդրենք հետ վրտեն, որ բան չլու։ Artur! Տղեկ, 20 րոպեից վաղը ռազմից դեր։ Բա քեզ եթե շատ ապետ։ Երիք չի դարձում։ Բարի երեկո սերի ֆուտբոլասեր ընկերներ, Աֆել Արմենիա YouTube-յան ալիքի եթերում կրկին ֆուտբոլ է, բայց այս անգամ ոչ թե Աֆելի հանդիպում, այլ արդեն մեծ ֆուտբոլ ընկերական բնույթ է։ Ուրարտու մարզադաշտում Էջմիածին ակումբը ընդունել է Եղեգ Նաձորին, շատ հետաքրքիր հանդիպում է սպասվում մեզ այս առաջիկա ժամանակահատվածում։ Եկեք արագորեն ծանոթացնեմ մրցող թիմերի հայտարարությանը ու որպես նոմինալ հյուրեր սկսենք Եղեգ Նաձորից, դարպասը պաշտպանում է Գևորգ Մովսիսյանը համար 12, Էրիկ Մովսիսյան համար 2, Վահե Արամյան համար 3, Օնվե Կինգսլի համար 4, Հարություն Նազարյան համար 5, Արտուր Վարդանյան համար 8, Տարոն Սարգսյան համար 11, Գոր Մնացականյան համար 13, Տիգրան Համբարձումյան համար 14, Ագա Տուչուկվու համար 15, Էդգար Բաղդասարյան համար 17, Գոր Գրիշյան համար 18, Կուրում Մանասե համար 19, Դավիթ Աբիոլա համար 21, Սեյրան Խաչատրյան համար 22, Դավիթ Մովսիսյան համար 23, Մուհամեդ համար 24 և Արտաշ Մարկայան համար 33, թիմի գլխավոր մարզիչն է Արտյոմ Ավագյանը։ Հիմա կար այստեղ այո, խաղի կանոնների խախտում կար։ Պողոսյանի դեմ պայքարում ու ստանդարտ է վաստակում Էջմիածին ակումբը բավական վտանգավոր դիրքում։ Հիմա այս ստանդարտից հետո նաև կծանոթացնեմ Էջմիածնի հայտարարությունը ու մի փոքր կնշեմ թե թիմերը սիրողական ինչ մակարդակում են հանդես գալիս, սիրողական առաջությունների մասին է խոսքս։ Այս ստանդարտը եկեք դիտենք, որից հետո արդեն խոսենք այդ մասին։ Սմբատ Պողոսյանն է գնդակի մոտ, տեսնենք բավական վտանգավոր է դիրքը, Տուգանային հրապարակից մի փոքր դուրս է գտնվում գնդակը ու տեսնենք այս ստանդարտ արդեն ինչպես խաղարկեն Էջմիածնի տղաները։ Давай, ушади. Շմբո գորը, շմբո։ Կա մրցավարի Սուլիչը Պողոսյանց, խաղարկում այստեղ Մարկարյանի հետ չստացվեց, Մարկարյանի հարված ու փորձում են Եղեգ Նաձորի ֆուտբոլիստները դուր գալ պաշտպանությունից, բայց այո, ստացվեց այստեղ կար ձեռքով հարցակող թիմի կողմից ու գնդակը կլինի Եղեգ Նաձորինը։ Ծանոթացնեմ նաև Էջմիածին ակումբի հայտարարությունը, դարպասը պաշտպանում է Էրիկ Պողոսյանը համար 33, պաշտպանությունում հանդես են գալիս Արտյոմ Վարդանյանը 13 համարի համազգեստով, Ռաֆայել Ղարիբյանը համար 6, նա թիմի ավագն է, Արտուր Ալավերդյան համար 7, Գոր Մարկայան համար 2, Սիլա Բուբա համար 19, Սմբատ Պողոսյան համար 8, Արշակ Պողոսյան համար 10, Գագիկ Սահակյան համար 5,
Վարդան Վարդանյան համար 18 եւ Մանուկ Մուրադյան համար 9։ Պայստայիններին նստարաններին են Էջմիածնիկ ասում այսօր Դարպասապա Վայե Մուրադյանը համար 1, Արսեն Սարգսյան համար 20, Ալեքսանդր Նալբանդյան համար 12, Կարեն Շիրխանյան համար 11, Գարիկ Գիգոլյան համար 10 եւ Գագիկ Ակուլյանը համար 14։ Թիմի գլխավոր մարզիչն է Վլադիմիր Ալավերդյանը։ Գրովում են Դեշպիածնի ֆուտբոլիստները Սահակյանի փորձը այստեղ տեսանք, բայց փակվեց նրա գուցե արվածի ճանապարհը, այսպես ասենք, ու արդեն եզիս կնետեն Եղեգնաձորի ֆուտբոլիստները, այո, շատ հետաքրքիր։ Ճիշտ է, հանդիպումը ընկերական բնույթ է կրում, բայց բավական ինտրիգային հանդիպում են դիտելու դրանում կարծում եմ երկու կարծիք լինել չի կարող Էջմիածինը մասնակցում է սիողական Ալիգա մրցաշարին ու արդեն կիսա եզրափակիչ փուլում է, առաջին հորիզոնականով ակումբը կարողացավ հաղթարել խմբային փուլը ու արդեն կիսա եզրափակիչում կմրցի Իջևանը ներկայացնող ակումբի հետ, որը բաղկացած կլինի երկու հանդիպումից, ընդհանուր դիմակայությունը նոր, դրանից հետո արդեն կունենանք եզրափակիչ, իսկ հիշեցնեմ, որ սիրողական մրցաշարի կիսա եզրափակիչի մյուս զույգը Ալիգա մրցաշարում զբաղեցրել են արդեն Կիլիկյան եւ Էկովին, այնտեղ նույնպես շատ հետաքրքիր դիմակայությունը լինելու, այնպես որ տեսնենք լավագույն քարերակից Ալիգա մրցաշարի ովքեր դուրս կգան եզրափակիչ, այստեղ հերո փոխանցում ստացվեց Գորը Մարկադյանի համար, բայց Եղեգնաձորի գրո Ալավերդյանը այստեղ կասեցնում է ու հեռացնում գնդակը Բուբա մաքուր գործողություն տեսանք Բուբայից Ալավերդյան թողեց կրկին Բուբային գնդակը Պողոսյանին վերադարձավ լավ խաղարկում Ալավերդյանի հետ ու Էջմիածինը փորձում է գրո սկսել, իսկ Եղեգնաձորը հանդես է գալիս սիրողական B-լիգա մրցաշարում, որտեղ թիմը նույնպես կարողացել է խմբային փուլի արգելքը հաղթահարել առաջին հորիզոնականով ու նույնպես կիսա եզրափակիչում է, որտեղ կմրցի Դիլիջան Յունայթեդ ակումբի հետ, նույնպես ոչ պակաս ու հետաքրքիր հանդիպում է սպասվում Եղեգնաձորի կատարմամբ, այնպես որ երկու թիմերն էլ իրատեսական շանսեր ունեն A եւ B լիգաներում այսպես չվախենամ ու ասեմ չեմպիոն դառնալու, բայց դրա համար դեռ պետք է երկու հանդիպումից բաղկացած կիսա եզրափակիչ հաղթարել, հետո էլ մտածել եզրափակիչում անցնելու դեպքում կիսա եզրափակիչում հաղթելու դեպքում Մուրադյան շատ լավ գտավ կենտրոնում Մարկարյանին ու հետ փոխանցում շտապեց այստեղ Մարկարյանը, Ղարիբյան դեպի Պողոսյանը խաղարկում է Էջմիածինը գնդակը երկար փոխանցում առաջ այստեղ շատ ուժեղ ստացվեց Պողոսյանի կատարած փոխանցումը Դարպասապահը տիրեց գնդակին ու փորձում են հիմա էլ արդեն Եղեգնաձորի ֆուտբոլիստները գրո սկսել Մոհամեդ լավ շրջվեց դաշտի միջին հատվածում ու գնդակ ուղարկեց դեպի իրենից ավելի ձախ Արամյանն է գնդակով երկար փոխանցում առաջ, բայց այստեղ շատ ուժեղ ստացվեց փոխանցումը Մարկադյանի համար, Ալավերդյանն էլ վերահսկում է իրավիճակը եւ հարված կլինի Էրիկ Պողոսյանի պաշտպանած դարպասից Ռաֆո, դավայ, Ռաֆ Արնուր Ռոզի Գրիշա, դավայ Սմբոն երկեր Արագորեն հաղարկում է Պողոսյանը գնդակը կրկին Արտուր Ալավերդյանի հետ դեպի կենտրոն Ղարիբյան ու արդեն դեպի ավելի իրենից ձախել ուղարկեց գնդակը Ղարիբյանը Սահակյան լավ նկատեց Բուբայի առաջ խաղացում ու կատարեց փոխանցում այստեղ Գագիկ Սահակյանը գրոյի ասում Էջմիածինը բայց ուժեղ էր այս փոխանցումը Վարդանյանն էլ պրեսինգ է գնացել ու փորձում է խլել գնդակը բայց այս իրավիճակում չստացվեց ու գնդակը վերադարձավ Եղեգնաձորի դարպասապա Գևորգ Մովսիսյանի մոտ նորից երկար փոխանցում ենք տեսնում առաջ իհարկե այսպիսի փոխանցումները այնպես չէ որ հեշտությամբ բաժին կհաստեն հարցակման գծի ֆուտբոլիստերին, քանի որ երկու թիմերն էլ հատկապես պաշտպանությունում շատ լավ են գործում Պողոսյան փորձ է ստանել իր գնդակը չստացվեց, բայց վերականգնեց այն Էջմիածնի համար ու փորձում է գրոհ սկսել Էջմիածինը Վարդանյան ընկավ այստեղ գրոհի տեմպը եւ ստիպած եղավ Վարդանյանը արդեն հետ ուղարկել գնդակ ու հիմա արդեն խորքից դեպի ավելի ձախ եզրով Էջմիածնի տղաները շարժվում են առաջ Բուբանը գնդակով, բայց փակվեց հիմա Բուբայի փոխանցման ճանապարհը ու եզից կնետի Սահակյանը նորից Բուբա Ալավերդյան շատ լավ նկատեց Մուրադյանին, բայց փոխանցումը մի փոքր այլ ուղղությամբ ստացվեց ու
ավելի անհարմար դիրքում ընթացավ գնդակը, քան Մուրադյանն էր, հիմա էլ Մուրադյանը լավ անցում կատարեց ու երկրորդ անգամ նույն բանը արդեն չստացվեց Մուրադյանի մոտ, կորցրեց գնդակը այս իրավիճակում։ Մաքուր է գործել Մուրադյան, այո, նորից գնդակով Էշմիածինն է Վարդան Վարդանյան, թողեց գնդակը Պողոսյանին, Արչակ Պողոսյան, բայց չարված է դարպասին Պողոսյանը, կորցրեց, հարված կատարելու հնարավորություն ու Եղեգնաձորի պատասխան գրոհի փորձը, հա, այսպես, բայց արդեն Սահակյանը կարողացավ չեզոքացնել այն։ Մարգարյան եւ հետ փոխածում դեպի դարպասապա Պողոսյանը, այսպես փորձում է Էշմիածինը հանգստացնել այս թեթևակի առաջացած լարվածությունը խաղադաշտում։ Մարգարյան նորից Պողոսյան լավ գործեց դաշտի միջին հատվածում Արշակ Պողոսյանն ու շարժվում է առաջ Կազախից տարբերակ ճանցա փոխանցումը հիմա եկավ գնդակը Մուրադյանի մոտով հարված կատարեց ու այստեղ առանց որևէ խնդիրների Գևորգ Մովսիսյանը վերցրեց գնդակը որպես հարված այսպես ասած նշենք սա առաջին փորձ էր այս խաղում որը իր վրա վերցրեց Մանուկ Մուրադյանը ու հարվածեց դարպասին ճիշտ է գրավել դարպաս այս իրավիճակում չստացվեց բայց առաջին թեթևակի վտանգավոր պահը եղավ, հիմա կար փոխանցում, չկար արդյոք խաղից դուրս վիճակ, ամեն դեպքում չսուլեց հանդիպան գլխավոր մրցավար Գարիկ Բեգյան ու շարունակում է հանդիպումը, շատ փորձառու մրցավարական անձնակազմ է այսօր սպասարկում այս հանդիպումը Գարիկ Բեգյանի գլխավորությամբ, իսկ արդեն եզրային մրցավարի պարտականություններն են կատարում Արսեն Պետրոսյանն ու Վահագն Ակուլյանը Այո, այս մրցավարական անձնակազմը շատ կարևոր ու հետաքրքիր բարդ հանդիպումներ է սպասարկել ու այսօր հենց այնպես չէ, որ նրանք են սպասարկում այս հանդիպումը Պողոսյան հետ ուղարկեց գնդակը Ղարիբյանին ու արդեն դեպի Աչեզր Արտուր Ալավերդյան լավ նկատեց Բուբային, այո, այսօր Ալավերդյանին մի փոքր անսովոր դիրքում ենք տեսնում, մենք նրան սովոր ենք ընդհանրապես տեսնել դաշտի միջին հատվածում գործելիս, բայց Էջմիածինը ունի լուրջ կադրային կորուստ է այս խաղում, իդեմս պաշտպանությունում ու այդ իսկ պատճառով Ալավերդյանը այսօր պաշտպանությունում է տեղ զբաղեցրել։ Չկան այսօր Էջմիածնի հիմնական պաշտպաններից, հիմնական ֆուտբոլիստներից մի քանիսը, հատկապես պաշտպանությունում բացակայում են Արգիշտի Խաչատրյանն ու Ռոբերտ Խելգացյանը։ Շատ կարևոր ու առանցքային երկու ֆուտբոլիստներ պաշտպանության գծում, ովքեր ունեն վնասվածք ու հուսանք, որ Իջևանի դեմ հանդիպումից առաջ, կիսա եզրափակիչ հանդիպումից առաջ կկարողանան վերականգնվել ու օգնել թիմին, չկա նաև Ժիայ Պապիկյանը հարձակման գծում այսօր Էջմիածնի հայտարարությունում, Պապիկյանը նույնպես ունի վնասվածք։ Ճիշտ է, նրանք նշածս բոլոր ֆուտբոլիստները խաղադաշտում են գտնվում, բայց ոչնչով այսօր Էջմիածնին օգնել չեն կարող։ Ու ուսանք, որ այս երեակը ում անունները ես թվարկեցի կարողանան օգնել ակումբին մարտի 7-ին կայանալիք հանդիպման ժամանակ Իջևան քաղաքում, որտեղ Իջևանը կընդունի Էջմիածնին։ Հիմա անկյունային հարված է նշանակում մրցավարը Էջմիածին թիմի դարպասի ուղղությամբ ու տեսնենք այս անկյունային ինչպես կաղարկեն Եղեգնաձորի ֆուտբոլիստները։ Տեսնում ենք փոխանցում, բայց այստեղ առաջինը գնդակին արձագանքում է թիմի ավագ Ղարիբյանը, չնայած երկրորդ տեմպով հիմա կգրոհի Եղեգնաձորը եւս մեկ փոխանցում այստեղ էլ հարվածի փորձ, բայց չստացվեց Եղեգնաձորի արձակողի կատարած հարվածը դիպուկ ու արդեն եսից կնետի Էջմիածինը Մարգարյան թողնում է գնդակ Ալավերդյանին ու դեպի դարպասապա Պողոսյանը, ով արդեն ավելի ծախ ուղարկելով գնդակը փորձում է թիմին առաջ ուղարկել Վարդանյան երկար փոխանցում, այստեղ կհասնի Սահակյանը գնդակին, այո, հասավ նույնիսկ փոխանցում կատարեց դեպի Մուրադյանը, բայց գնդակին ավելի շուտ ու առաջինը արձագանքեց այստեղ Կինգսլի Օվեն ու հեռացեց գնդակը եզից կնետեն Էջմիածնի տղաները, Արշակ Պողոսյան դեպի կենտրոն շարժվեց Պողոսյանը բայց փոխանցման ճանապարհը փակվեց Պողոսյանի ու հակագրոհի փորձ Եղեգնաձորից ուժեղ է այս փոխանցում, իհարկե Ղարիբյանը վերահսկում է այստեղ իրավիճակը եւ նորից գնդակի վերահսկողությունը Էջմիածնի տրամադրության տակ է Արտուր Ալավերդյան
Պողոսյանի հետ խաղարկում, նորից Ալավերդյան, դեպի Վարդանյանը շատ լավ նկատեց, բայց չկար հուշում Վարդանյանին, որ մրցակից թիմի պաշտպանի իրեն մոտ է գտնվում ու կորցրեց գնդակ այստեղ Վարդան Վարդանյանը, բայց արագ գրոհել անցնել չհաջողվեց Եղեգ Նազորի մոտ, հիմա էլ այս փոխանցումը Հարություն Նազարյանի կատարած ուժեղ էր ու Պողոսյանը վերցնում է գնդակը նետելով Ալավերդյանին։ Այսօր լեցում են երկու թիմերի հայաստանիների նստարանները ու իհարկե առաջիկա ժամանակահատվածում առաջին իսկ հնարավորության դեպքում հարկ եղած դեպքում հայաստանիների նստարանից ֆուտբոլիստները դուրս կգան խաղադաշտ ու կօգնեն իրենց թիմերին։ Կար խախտում այստեղ Սահակյանի կողմից եւ ստանդարտ է վաստակում Եղեգ Նազորը։ Կա մրցավարի Սուլիչը, երկար փոխանցում ենք տեսնում առաջ շանսավ այստեղ գնդակը Վարդանյանից Բուբա երկար փոխանցում դեպի Մուրադյանը շատ հաջող փոխանցում կատարեց Բուբան այստեղ Մուրադյանի տեսնենք ինչ որոշում է կայացնելու Մուրադյանը հարվածի փորձ, բայց թույլ ստացվեց Մուրադյանի հարվածը ճիշտ է դիրքն էլ նպաստավոր չէր բավական այսպես ասած հեռու էր գտնվում Մուրադյանը ավելի նպաստավոր դիրքում հարված կատարելուց ու այդ իսկ պատճառով թույլ ստացվեց այստեղ Մուրադյանի հարվածը եւ Մովսիսյանը նորից դիրեց գնդակին առայժմ ընկավ մի փոքր հանդիպան տեմպը մեկնարկից հետո իհարկե բայց կարծում եմ հանդիպան հաշիվը բացվելուց հետո մենք ավելի ակտիվ հանդիպում կդիտենք Մարկարյան բայց հիշեցնեմ որ թիմերը այսպես ասած ստուգողական հանդիպում են անցկացնում այս խաղով այնպես չէ որ այս հանդիպումը հաղթելու կամ պարտվելու դեպքում թիմերից որևէ մեկը որևէ բան կշահի կամ կկորցնի պարզապես թիմերը կմնան մարզավիճակի մեջ ու կսպասեն արդեն մոտավորապես 2 շաբաթ անց կայանալիք հանդիպումներին Բուբա շատ լավ փոխանցում ստացավ Բուբան բայց հարվածը թույլ է ստացվում Բուբայի ու նորից դարպասապա Մովսիսյանը վերցնում է գնդակ ու նետում կատարում դեպի Արտաշ Մարկարյանը թողեց Մարկարյանն էլ գնդակ այստեղ խաղընկերոջը ստացավ նրանից պատասխան փոխանցումը դեպի կենտրոն Մոհամեդ բայց մի փոքր անհասկանալի փոխանցում ստացվեց Մոհամեդի կատարմամբ այստեղ Սահակյանը խլեց գնդակը հետ ուղարկեց Վարդանյանին ու նորից Էշմիածինը խաղարկում է գնդակը պաշտպանությունում Մարկարյան Վարդանյանին ուղարկեց ու արդեն գնդակի տեղափոխություն դեպի Աչեզր որտեղ Արտուր Ալավերդյանն է Պողոսյան Բերել Արշակը սմբոլ մենակա Ապրեք Արշակ սմբոլ շատ լավ փոխանցում դեպի Վարդան Վարդանյանը հիմա ունի հնարավորություն Էշմիածինը հարվածեց Վարդանյանը այստեղ բայց նորից բրավո Եղեգ Նազորի դարպասապա Գևորգ Մովսիսյանին կարողացավ դարպաս այս իրավիճակում նույնպես անառիկ բայել ու կտեսնենք անկյունային հարված Գոլ Երթեկացը մենակ գոլերի Չէ լավ Դագով Եղեգ Նազորի դարպասի ուղղությամբ Առաջ դնա որը պատրաստվում է իրացնել Կարսես Սմբատ Պողոսյանը Այդ է ճիշտ ագակ ու տեսնենք արդեն այս ստանդարտը ինչ կտա իհարկե ստանդարտները երկու թիմերն էլ բավական վտանգավոր են խաղարկում դա կլինի անկյունային դա կլինի տուգանային հարված Սմբատ Պողոսյան կա փոխանցումը բայց մի փոքր թույլ ստացեց Պողոսյանի փոխանցում ու հեռացեցին գնդակ առաջին իսկ հնարավորությունից Եղեգ Նազորի ֆուտբոլիստները եւ փորձում են արագ գրոհի անցնել իհարկե արդեն վերադասավորվեց Էշմիածինը բայց հիմա շատ լավ ու կտրող փոխանցում ենք տեսնում դեպի առաջ իհարկե Սահակյանն էլ այստեղ մաքուր գործեց չխախտեց խաղի կանոնները բայց Դավիթ Աբիոլան ինչպիսի փոխանցում կատարեց խաղընկերոջը չկար խաղից դուրս վիճակ ու եթե չլիներ այդ իրավիճակում Սահակյանը բավական վտանգավոր ու հարվածային դիրքում էր արդեն հայտնվել Կուրում Մանասեն եւ իհարկե չեն կարող ասել դրվագ ինչպես կավարտվել հիմա Սուլելը մրցավարը իհարկե հասկանանք ինչ է պատահել Մանասեն բայց ամեն ինչ կարքին է ֆուտբոլիստի հետ ու հիմա արդեն վերջ կսված է հանդիպումը Արտուր Ալավերդյան շատ լավ փոխանցում դեպի Պողոսյանը
Ոչինչ, արդ, ոչինչ։ Բայց արդեն դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից ու եզից կնետեն Եղեգնաձորի տղաները։ Հիմա արդեն եզից կնետ Երջմիածինը Պողոսյան դեպի Բուբան և հետ փոխանցում Ղարիբյանի ուղղությամբ, Ղարիբյանն շատ արագ մեկ փումով գտավ Մարկարյանին, Բուբա, նորից Մարկարյան դեպի Աճ Ալավերդյան նկատեց Արշակ Պողոսյանի առաջ խաղացում ու կատարեց փոխանցում Պողոսյանն էլ պայքարում է այս գնդակի համար ու հասավ գնդակին պահեց այն նույնիսկ իր մոտ Դրեք մի րոպեից կարող եք Սմբատ Պողոսյան Տեսնենք այս գրոյի շարունակությունը ինչպես կստացվի, բայց ավարտվեց այսքանով Էջմիածնի գրոհը հեռացեց Եղեգնաձորը գնդակը պաշտպանությունից, բայց գրոյի հասնել էլ սպիտակների մոտ չստացվեց այստեղ ու նորից Էջմիածինն է գնդակով Մարկարյան, լավ գործողություն տեսանք Մարկարյանից ազատվեց արագորեն գնդակից Ալավերդյան, կա Վարդանյանի տարբերակը չնկատեց կարծում եմ Ալավերդյան այս իրավիճակում Վարդանյանին հիմա դեպի Մուրադյանն էր փոխանցում հետևում, բայց փակվեց փոխանցման ճանապարհը ու նորից գնդակով հիմա Եղեգնաձորի ֆուտբոլիստներն են, բայց կրկին գնդակի կորուստ նորից Էջմիածինը վերականգնում է գնդակը, այո, շատ այսպես ասած ազատ ու բաց ֆուտբոլ է ընթանում դաշտի միջին հատվածում Այմա կարաս Գագո Ալավերդյանի մոտ վերադարձավ գնդակը լավ փոխանցում դեպի Սիլաբուբան Բուբանը դեպի ձախ եզր Սահակյանին միացեց գրոհին, բայց Ապրեք ես իսկ կնետեն այստեղ Եղեգնաձորի տղաները չհասավ գնդակին արդեն իսկ Սահակյանը գնդակը Եղեգնաձորինն է Երկար փոխանցում առաջ նորից Ալավերդյանը պաշտպանության կենտրոնում վերահսկում էր իրավիճակը Բուբա Հետ փոխանցում դեպի Ղարիբյանը Մարկարյան Նորից Ղարիբյանի հետ խաղարկեց Մարկարյանը գնդակը ու արդեն ձախ եզր փոխանցում հետևեց որտեղ Վարդանյանն է Գոր Մարկարյան Բայց չհասկացան այստեղ միմյանց Էջմիածնի թիմի երկու ֆուտբոլիստները Մարկարյանն ու Ալավերդյանը արդյունքում կորցրեցին գնդակը ու եզից կնետի արդեն Եղեգնաձորը Նազարյանը կատարեց եզրային նետումը, բայց այստեղ Մոհամեդի շատ հաջող խլում կատարեց Պողոսյանը իհարկե ընկավ գրոյի տեմպը, սրություն չտվեց Էջմիածինը, հիմա նորից Բուբայի փոխանցումը դեպի Սահակյանը, իհարկե արագ է Սահակյանը, բայց փոխանցումը ուժեղ էր ու հասնել այս գնդակին չէր կարող իհարկե։ Գոր դուսարի գոր։ Լավա գոր։ Էջմիածնի ֆուտբոլիստը հարված Եղեգնաձորի դարպասից նորից խաղարկումով են դուրս գալիս թիմի ֆուտբոլիստները պաշտպանությունից։ Ճիշտ է, սմբոնատ է, թող։ Դետա։ Արտուր արի, սմբոք արած դուրս գաս, որ ստանաս։ Լավ փոխանցում հետևեց Սմբո աչը։ դեպի Եղեգնաձորի ինքամարը Հարություն Նազարյանը հիմա էլ կա փոխանցում, բայց իհարկե Էդիկ Պողոսյանը դուրս եկավ դարպասից ու վերահսկեց իրավիճակը Ղարիբյան Բուբա մանր քայլերով փորձում է Էջմիածինը շարժվել առաջիշ կտրող փոխանցում Բուբայից դեպի Սմբատ Պողոսյանը կհասնի իհարկե Պողոսյանը այս գնդակին այո տեսնենք ինչ շարունակություն կտա բարձից փոխանցում բայց արդեն Վարդանյանը ավելի անհարմար դիրքում ընդունեց գնդակը իհարկե եկը մի փոքր ավելի ներքանկատ փոխանցում կատարեր Սմբատ Պողոսյանը չի բացառվում այստեղ Վարդանյանի հարվածի փորձը նույնիսկ տեսնեինք բայց դրվագը մնաց անցյալում Մարկարյան նորից Ղարիբյանին է թողնում գնդակը այո այս պահին Էջմիածնի
Ֆուտբոլիստները փորձում են գրոյի անցնել, բայց չստացվեց ու հիմա Եղեգնաձորի արագ պատասխանը իհարկե չստացվեց, այստեղ էլ Ալավերդյանը խոչընդոտ հանդիսացավ Եղեգնաձորի ֆուտբոլիստերի համար ու ձախ եզրով Էջմիածինը եւս մեկ գրոյ է փորձում ձևակերպել Ղարիբյան, Պողոսյան Միացումը կա Վարդանյանի գրոյին շատ լավ փոխանցում դեպի Վարդան Վարդանյանը, բայց Վարդանյանի փոխանցումը դեպի Սմբատ Պողոսյանը չստացվեց, հիմա մնաց գնդակով Էջմիածինը Մուրադյան դեպի Պողոսյանը, անցավ մեկ մրցակցի շատ հաջող կերպով Սմբատ Պողոսյանը, բարձից փոխանցում կատարեց Բուբային, բայց ուժեղ էր այս փոխանցումը, Բուբան էլ այնքան էլ լավ չընդունեց այստեղ գնդակը, բայց մնաց գնդակը Բուբայի մոտ, կա փոխանցում դեպի Սահակյանը, հարված կտեսնենք արդյոք ոչ, հեռացված է գնդակը, բայց կար արդեն իսկ խաղից դուրս իրավիճակ Սահակյանի կատարման ու գնդակը առանց այն էլ եթե այդտեղ ցանցում միևնույնն է խփված գնդակը չէ արձանագրվի Մուհամեդ կա այո կա խաղից դուրս իրավիճակ կա այստեղ ակնհայտ երևաց այս խաղից դուրս իրավիճակը Կուրում Մանասեի կողմից ու գնդակով կրկին Էջմիածնի ֆուտբոլիստներն են Գոր Մարկարյան թողեց Ղարիբյանին կրկին Պողոսյան փոխանցում դեպի Մուրադյանը, բայց այստեղ չստացվեց ու հիմա փորձում են գրոհի անցնել Եղեգնաձորի տղաները, չկար արդյոք այստեղ խաղից դուրս իրավիճակ, այո կար ակնհայտ խաղից դուրս իրավիճակ կար ու գնդակը մի արա ասեն նոր անել կլինի նորից Էջմիածին, այո այսպես ասած շատ արագ փոխանակվեցին թիմերը խաղից դուրս իրավիճակներով այս 1-2 րոպեների ընթացքում Ալավերդյան լավ փոխանցում դեպի Պողոսյանը նորից Ալավերդյան հետ է ուղարկում գնդակը դեպի Ղարիբյանը հասցրեց Ղարիբյանն այստեղ փոխանցում կատարել Բուբային իսկ այստեղ կա խաղի կանոնների խախտում Բուբայի դեմ պայքարում եւ ստանդարտ նշանակվեց, որը արագորեն խաղարկեց Մարկարյանը Պողոսյանի հետ, նորից Մարկարյան հետ փոխանցում դեպի Ղարիբյանը ու արդեն ձախ եզրել ուղարկում Ռաֆայել Ղարիբյանը գնդակը ստանում Վարդանյանից պատասխան փոխանցում Բուբա լավ նկատեց ձախ եզրում Սահակյանին Սահակյանն էլ շարժվում է առաջ շատ լավ փոխանցում դեպի Մուրադյանը Արված ենք տեսնում այստեղ Մուրադյանի կատարման ու բրավո իհարկե այս իրավիճակում նորից դարպասապակ Գևորգ Մովսիսյանինով փրկեց այստեղ վերահաս գոլից Եղեգնաձորին արված այն դեպքում հայտվեց Մուրադյանը իհարկե այս հարվածը արդեն ավելի վտանգավոր էր քան նախորդ կատարած հարվածը Մուրադյանի երկու անգամ այսօր այսպես ասած դիպուկ հարված տեսանք երկուստ էլ Մանուկ Մուրադյանի կատարմամբ տեղի ունեցավ երկուստ էլ Էջմիածնի կատարմամբ իհարկե բայց Եթե առաջին հարվածը մի փոքր ավելի թույլ էր, ապա այստեղ իրատեսական շանս ուներ Մուրադյանը բացելու այս դիմակայության հաշիվը, բայց նորից չստացվեց հարցակողի մոտ Էջմիածնի ու ստանդարտ հիմա տեսնենք ինչպես խաղարկեն Էջմիածնի տղաները, Արշակ Պողոսյանն է հիմա էլ գնդակի մոտ։ Կա մրցավարի Ստուլիչը Պողոսյան, բարձից դեպի Տուկանային հրապարակ, բայց Թույլ չտվեցին այստեղ հարված հետևի դարպասի ուղղությամբ եւ հիմա էլ սուլեց մրցավարը ամեն դեպքում վտակը չեզոքացված է, բայց տեսնենք ինչ է պատահել հիմա էլ Էջմիածնի ֆուտբոլիստին կարծես հենց Մուրադյանն է հայտնվել խոտածածկին։ Այո, պայքարի ժամանակ կարծես հարված ստացավ Մանուկ Մուրադյանը, բայց ամեն ինչ կարգին է։ Մուրադյանի հետ նա կանգնեց ոտքի ու կշարունակի հանդիպումը։ Հիմա գնդակը կլինի Եղեգնաձորինը։ Կա այստեղ էլ կա խախտում Վարդանյանի կողմից, ակնհայտ խաղի կանոնները խախտեց Էջմիածնի պաշտպան Արտյոմ Վարդանյանը Աբիոլայի դեմ պայքարում, խաղարկում են գնդակը Եղեգնաձորի ֆուտբոլիստները դեպի
Նազարյանը փոխանցում Նազարյանն էլ շատ լավ ու կտրող փոխանցում մտածեց այստեղ, բայց Վարդանյան Աբիոլա պայքարը կրկին տեսանք ու ամեն դեպքում գնդակը եղավ։ Ապրես գոլ։ Էջմիածնի մոտ հիմա էլ Սահակյանի հեռացումը տեսանք ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից եզից կնետի Էջմիածինը։ Այնային զոնա է դատա, կարիտ է մենակ է սրնել։ Կա, մրցավարի սունիչը կարելի է խաղարկել, կատարված է եզայնետումը, բայց այստեղ էլ այո կար խախտում Վարդանյանի դեմ պայքարում և արդեն ստանդարտ է նշանակում Էջմիածնի թիմի օգտին։ Բայց հասկանանք ինչ պատահեց հիմա էլ Արտյոմ Վարդանյանին։ Պողոսյան ձախ ետրում է կրկին գնդակը, որտեղ փորձում են Էջմիածնի ֆուտբոլիստները ևս մեկ գրոյի անցնել։ Բավական անցավ արդեն մեկ տարկից կեսից ավելի հա, այսպես ասենք խաղակեսի, մնացել է թիկունքում ու իհարկե հուսանք, որ կտեսնենք գնդակներ այս խաղում, իհարկե եթե ոչ առաջին, ապա գոնե երկրորդ խաղակեսում թիմերը մեզ կտան այդ հնարավորությունը վայելելու, բայց իհարկե դեռ կա խաղաժամանակ, առաջի խաղակեսի ավարտին բավական խաղաժամանակ ու հուսանք, որ դարպասի գրավում կտեսնենք Վարդանյան, դեպի Մուրադյանը, վտանգավոր գրոյի անցնում Էջմիածինը, Բուբա, Վարդանյան, բայց արդեն Մուհամեդը լավ աշխատեց Վարդանյանի թիկունքից ու թույլ չտվեց ֆուտբոլիստին հարվածելու։ Նորից Մուհամեդ, այստեղ էլ Մուրադյանը մաքուր խլեց գնդակը, շատ լավ փոխանցում դեպի Բուբան, բայց Բուբան լավ չկասեցեց գնդակը, չնայած մնաց գնդակը Սիլա Բուբայի մոտ անցումը ստացվեց, փոխանցումը նույնպես Վարդանյան ու նորից անանիք է Եղեգնաձորի դարպասը նորից փայլում է Եղեգնաձորի դարպասապա։ Գևորգ Մովսիսյան այս իրավիճակում արդեն երկրորդ իսկ ռեալ հնարավորությունը կորցրեց Էջմիածին այս խաղում ու հիմա Եղեգնաձորի պատասխանը կա այո կա խաղի կանոնների խախտում Ալավերդյանի կողմից Վիճակ տղեկ ապրեք ու ստանդարտ իրացնի Եղեգնաձոր այո շատ արագ անցան Եղեգնաձորի ֆուտբոլիստները հակագրոյի, բայց իհարկե Ալավերդյանը գիտակցված խաղban գնաց այստեղ, եթե մրցակիցը շնորհջանց էր նաև Ալավերդյանին, ապա շատ վտանգավոր էր դառնում արդեն իսկ Եղեգնաձորի գրոհը։ Առայժմ որպես դիպուկ հարված այս խաղում դեռ Եղեգնաձորը չի իրականացնել, գոնե հուսանք, որ հարվածի փորձ հիմա կտեսնենք, իհարկե այնպես չէ, որ վտանգավոր պայերը շատ են այս խաղում։ Հարված տեսնում ենք այստեղ, բայց շեղությամբ է ստացվում իմ այլ Արություն Նազարյանի կատարած Տուգանայինից հարված ու հարված կլինի Երիկ Պողոսյանի պաշտպանած դարպասից։ Նորից ձախ եզրով գրոհ սկսելու փորձ Էջմիածնից ակտիվ է առաջի խաղակեսում Էջմիածին ակումբի հատկապես ձախ եզրը, այնտեղ ավելի ազատ տարածություններ են կարծես թե հայտնաբերում Վլադիմիր Ալավերդյանի սաները ու փորձում են հատկապես տպավորությունն այդպիսն է, որ առաջի խաղակեսում գրոների տեղատարափը մեծ մաս այսպես ասել անցկացնել ձախ եզրով, որտեղ շատ արագաշարժ ֆուտբոլիստ ունի Էջմիածինի կազմում, իդեմս Գագիկ Սահակյանի, հիմա արդեն Պողոսյան շատ լավ տարավարչակ Պողոսյանը գնդակը, բայց նույն բանը երկրորդ անգամ անել արդեն այս իրավիճակում չստացվեց, հիմա էլ անհասկանալի փոխանցում հետևեց ու գնդակը կրկին Էջմիածնի մոտ է, արդեն խորքից են նորից գրոհ սկսում ու նորից տեսեք Պողոսյանը խաղարկում է գնդակը ձախ եզրով Վարդանյանի հետ Ղարիբյան դեպի աչ, դեպի Արտուր Ալավերդյանը Պողոսյան թողեց այստեղ Ալավերդյանը գնդակը Արշակ Պողոսյանին Մարգարյանի հետ պատխաղարկումը գեղեցիկ էր
Թողեց Վարդանյանին, Վարդանյանը հետ է ուղարկում Արտյոմ Վարդանյանին, Պողոսյան լավ խաղարկումներ է կատարում, Էշմիածին ու տեսնենք այս գրոհ չկա խաղից դուրս վիճակ, Պողոսյան, բացված է հաշիվը 1-0 Արչակ Պողոսյան Էշմիածինն առաջ է անցնում հաշվի մեջ։ Բրավո, Աբրեկ, Աբրեկ։ Արշակ Պողոսյան բացված է հանդիպան հաշիվը խաղակեսի վերջնամասում ու տեսնենք արդեն բաց թողած գնդակից հետո Եղեգնաձորի ֆուտբոլիստները ինչ կփորձեն առաջարկել Մուհամեդ այո իսկապես շատ հետաքրքիր խաղարկումներով անցան դաշտի միջին հատվածը Էշմիածնի ֆուտբոլիստները խաղարկումները գեղեցիկ ստացվեց հատկապես Պողոսյանը լավ խաղարկումներով սկսեց այս գրոհը ինքն Հետո թողեց Վարդանյանին ստացավ պատասխան փոխանցում մի խոսքով ամեն ինչ իդեալական արեց հենց ինքը Արշակ Պողոսյան ու կարողացավ գրավել դարբեսը կար տարբերակ նաև փոխանցելու հարված կատարելու պահին Մանուկ Մուրադյանինով նույնպես նպաստավոր դիրքում էր գտնվում բայց իհարկե նկատեց հեռավոր բաց անկյունը Արշակ Պողոսյան ու շանս չտալով այս դեպքում արդեն Եղեգնաձորի դարպասապահ Գևորգ Մովսիսյանինով փայլեց այս խաղում մի քանի դրվագներում կարողացավ գրավել դարպասու բացել այս դիմակայության հաշիվը Ալավերդյան հեռացված է գնդակի հիմա ողջ կազմով Եղեգնաձորը գտնվում է Էշմիածնի Տուգանայինի մատույցներում սա էլ Եղեգնաձորի առաջին հարվածի փորձը հարվածը դիպուկ հարվածը դեպի Էրիկ Պողոսյանի դարպասը բայց Պողոսյանը Արամյանի հարվածից հետո խնդիրներ չունեցավ Մարկարյան Գարիգանին է թողնում գնդակը նորից Մարկարյան Բուբա մնաց գնդակով Բուբան բայց հիմա դադարեցեց հանդիպում մրցավարը եթե իհարկե խաղի կանոնների խախտում չէր նկատել բայց հասկանանք ինչ պատահեց Գուրում մանաս էին Բուբայի դեմ պայքարում ճիշտ է միտում չկար Բուբայի ոչ մի կատարած գործողության մեջ այս իրավիճակում բայց ամեն դեպքում դադարեցեց մրցավարը հանդիպումը հիմա արդեն վերսկսվեց Ալավերդյանն է գնդակով Հաչեզրում երկար փոխանցում առաջ դեպի Վարդանյանը բայց այս դեպքում արդեն դարպասապահ Մովսիսյանը դուրս եկավ դարպասից ու տիրեց գնդակին եւ առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է 1-0 հաշվով հաղթում է Էջմիածին Արշակ Պողոսյանի խփած գնդակի շնորհիվ կարճ դադար որից հետո կշարունակենք Գործը, ասար ընդեղ պատաշ չկա, պաշ չկա, հետ է Սիրելի ֆուտբոլասերները մենք վերադառնում ենք Աֆել Արմենիայի YouTube-յան ալիքի եթեր, որտեղ կդիտենք Էշմիածին ընդդեմ Եղեգնաձորի հանդիպան երկրորդ խաղակեսը առաջի կեսից հետո Արշակ Պողոսյանի խփած գնդակը միակ դե խաղադաշտում, որի շնորհիվ Էշմիածինը այս պահին ունի առավելություն 1-0 հաշվով հաղթում են Սևերը ուտեսնենք երկրորդ խաղակեսում Ինչով կփորձի առաջին իհարկե պատասխանել այս բաց թողած գնդակի Եղեգնաձորը, հետո նոր դիտարկենք Էշմիածնի տեսանկյունը հաշիվը ավելի նույնիսկ մեծացնելու մասին, եկեք եւս մեկ անգամ վերհիշենք մրցող թիմերի հայտացուցակները, սկսենք հյուրերից դարպասը պաշտպանում է Գևորգ Մովսիսյանը համար 12, Էրիկ Մովսիսյանը համար 2, Վայե Արամյան համար 3, Օմբե Կինգսլի համար 4, Հարություն Նազարյան համար 5, Արտուր Վարդանյան համար 8 Տարոն Սարգսյան համար 11, Գոր Մնացականյան համար 13, Տիգրան Համբարձումյան համար 14, Ագահ Տոչուկվու համար 15, Էդգար Բաղդասարյան համար 17, Գոր Գրիշյան համար 18, Կուրում Մանասե համար 19, Դավիթ Աբիոլա համար 21, Սեդրիան Խաչատրյան համար 22, Դավիթ Մովսիսյան համար 23, Արտաշ Մարկարյան համար 33 եւ Մուհամեդ համար 24։ Թիմի գլխավոր մարզիչն է Արտյոմ Ավակյանը։ Էջմիածին դարպասը արդեն երկրորդ խաղակեսում պաշտպանում է Վայե Մուրադյանը համար 1, Արտյոմ Վարդանյան համար 13, Ռաֆայել Ղարիբյան համար 6 նա թիմի ավագն է, Արտուր Ալավերդյան համար 7,
Գոր Մարկարյան համար 2, Սիլա Բուբա համար 19, Սմբատ Պողոսյան համար 8, Արշակ Պողոսյան համար 10, Գագիկ Սահակյան համար 5, Վարդան Վարդանյան համար 18, Մանուկ Մուրադյան համար 9, Արշակով Արսեն Սարգսյան համար 20, Ալեքսանդր Նալբանդյան համար 12, Գագիկ Ակուլյան համար 14, Կանեն Շիխանյան համար 11 եւ Գարիկ Գիգոլյան համար 10 այո մի անգամից թիմի գլխավոր մարզիչը ներողություն Վլադիմիր Ալավերդյանը ով կատարեց այդ մասին է ուզում խոսել մի անգամից 6-ակի փոփոխություն հենց երկրորդ խաղակեսի 1 տարկում մի շարք ֆուտբոլիստներ դուրս եկան խաղադաշտ որն է խորհրդանշական Կասեմ Քիչանց այս պայն խաղադաշտում հայտնվեցին Նալբանդյանը, Շիխանյանը, Արսեն Սարգսյանը, հիմա շատ հրաշալի փոխանցում տեսանք դեպի Ակուլյանը, իհարկե ասավ գնդակին Ակուլյանը նա նույնպես այն հայտարարեցակում է որ քիչ առաջ ֆուտբոլիստները դուրս եկան խաղադաշտ, Գիգոլյանը նույնպես ու արդեն դարպասապա Պողոսյան Մուրադյան փոփոխությունը տեղի ունեցավ Շիխանյան արված 2-0 Էջմիածինը կրկնապատկում է առավելությունը նորամուտի խաղում Կարեն Շիխանյանը գրավում է դարպասը Տղեկ բրավո Կարեն Շիրխանյան 2-0 խաղակեսի 1 տարկ ու Էջմիածինը կրկնապատկում է առավելությունը ինչի մասին ուզում էի խոսել բայց չհասցրի գնդակը եւ Շիրխանյանի մոտ էր այո սա նրա առաջին հանդիպումն է Էջմիածնի կազմում շատ կարևոր համալրում է կատարել Էջմիածինը ձեռք բերելով Շիրխանյանին հատկապես դաշտի միջին հատվածում ու իհարկե Շիրխանյանը բավական մեծ ներդրում կունենա թիմի հաջողությունների հասնելու գործում իհարկե կիսաեզրափակիչից առաջ շատ կարևոր ու առանցքային ֆուտբոլիստի Շիխանյան ու Էջմիածինը վստահ են որ այս ձեռքբերման համար միայն գոհ կմնա հիմա փորձում էին գրոյի հասնել Եղեգնաձորի ֆուտբոլիստները չստացվեց այո եւ ահա առաջին վտանգավոր հարվածը երկրորդ խաղակեսում առաջինը Շիրխանյանի կատարմամբ առաջի գնդակը Շիրխանյանի կազմում էր Շիրխանյանի կատարմամբ ներողություն Էջմիածնի կազմում բավական իսկապես հաջող այսպես ասած մեկնարկային հանդիպումով սկսել Շիրխանյան այս խաղը իր համար ու հուսանք որ ինչպես ասում են ինչպես տրվում է մեկնարկը այնպես շարունակվում է Շիրխանյանը կփայլի ելույթներով թիմի կազմում Մուհամեդ թողեց խաղընկերոջ այստեղ գնդակը այո շատ այսպես ասած անհամատեղելի այսպես Եղեգնաձորի տեսանկյունից տեսնելով այս ամենը չցանկանալի րոպեներում բաց թողեցին երկու գնդակ խաղակեսի առաջի կեսի վերջ համասում ու երկրորդ խաղակեսի հենց 1 տարկում այո եթե գնային 0-0 հաշվի արտադրության դեպքում ընդմիջման ապա այլ բրավո պաշտպաններ բրավո խաղակեսի սկիզբ ունենային երկրորդ կեսում բայց Արշակ Պողոսյանը ճակերտավոր ասած դա թույլ չտվեց ու գրավեց մրցակցի դարպասը հիմա այլ արդեն Շիրխանյանն է խփում այս դիմակայության երկրորդ գնդակը Պողոսյան հերու թողեց այստեղ ու կորցրեց գնդակը Արշակ Պողոսյանը բայց ինքն էլ վերադարձավ ինքն էլ վերականգնեց ու հիմա գնդակը բաժին է հասնում Արտուր Ալավերդյանին Վայ Մուրադյան դարպասապա դեպի Ձակեզը կատարեց փոխանցում Սարգսյան շատ լավ նկատեց Ակուլյանին Սարգսյանն ու կատարեց փոխանցում թողեց Ակուլյանն էլ գնդակը Արշակ Պողոսյանին ու շարժվում է առաջ Պողոսյանը դեպի աճ Ալավերդյանի ուղղությամբ երկար փոխանցում դեպի Ակուլյանը հարցակմանը կենտրոնում է միանգամից ստեղծվեցել Գագիկ Ակուլյանը փոխարինման դուրս գալուց ու իհարկե Ակուլյանը հատկապես կենտրոնական հարցակողի դիրքում բավական վտանգավոր է ցանկացած մրցակցի համար Գիգոլյանն է պայքարում բայց այստեղ ակնհայտ է խաղի կանոնները Գիգոլյանի կողմից սուլեց մրցավարը եւ ստանդարտ նշանակեց արդեն Եղեգնաձորի օգտին Okay, պայք շատ չեք իշտում երկար փոխանցում ենք տեսնում դեպի Նազարյանը, բայց այս փոխանցումը ուժեղ ստացվեց Եղեգնաձորի 5 համարի համար ու
գնդակնել դուրս եկավ դաշտի սահմաններից, ես նետում են Էջմիածնի տղաները, Պողոսյանը լավ փակեց մարմնով գնդակ ու հիմա կատարեց փոխանցում Սարգսյանին, նորից Արշակ Պողոսյան, Վարդանյան, Պողոսյանին գտավ, Պողոսյանն էլ դեպի Աչեզր Ալավերդյանի ուղղությամբ, Աստում եք Արտուրին դավայ։ Նալբանդյան Ապրեք, ելար։ շատ լավ նկատեց Արսեն Սարգսյանին ու կատարեց փոխանցում միայն մի փոքր ուժեղ էր շտայած գնդակը վերադարձավ Էջմիածնի ֆուտբոլիստների մոտ Ղարիբյան գեղեցիկ փոխանցում Սարգսյանը շատ լավ ընդունեց այստեղ գնդակը աչից կա տարբերակ բայց չկատարեց փոխանցում Սարգսյանը ինքը որոշեց եզրափակել այս գրով բայց հարվածը դիպուկ չստացվեց այստեղ Արսեն Սարգսյանի կատարած գնդակն էլ դուրս եկավ դաշտի սահմաններից հարված կլինի Մովսիսյանի պաշտպանած դարպասից դարպասա Պարագոնը խաղարկում է կրկին գնդակը պաշտպանների հետ Գիծը, Արտուրո, գնդակով գտավ Մարկարյանին Արտաշ Մարկարյան, բայց այստեղ խլեցին Էջմիածնի ֆուտբոլիստները գնդակը հետո արագորեն էլ կորցրին ու Եղեգնաձորի պատասխանը, բայց Վարդանյանը հաջող պաշտպանեց այս իրավիճակում ու թույլ չտվեց որպեսզի փոխանցում անցի իրենից Արտուր Ալավերդյան Այո, այնտեղ եթե անցնում էր փոխանցումը Վարդանյանից, ապա միայնակ կարող էին հայտնվել Եղեգնաձորի հարցեգողները Կարպասապա Վայե Մուրադյանի հետ մենակ իսկ այստեղ կա խախտում արդեն Մուհամեդի կողմից Սարգսյանի դեմ պայքարում եւ ստանդարտ է իրացնելու Էջմիածինը Հիմա կամր Սավարի Սուրիչը խաղարկում է գնդակը Պողոսյանը Շիրխանյանի հետ ու դեպի Աչիեզր շատ լավ նկատեց Ալավերդյանին Աչիեզրում միայնակ Նալբանդյան դեպի Շիրխանյանը նորից Ալավերդյան Արշակ Պողոսյան միայնակ է դաշտի միջին հատվածում չանցավ Պողոսյանի այս փոխանցումը բայց շատ ժամանակ չպահանջվեց այս իրավիճակում Էջմիածնից վերականգնել գնդակը իսկ այս փոխանցումը հենց Ակուլյանի համար է ու մաքուր գործողություն տեսանք պաշտպանի կողմից եւ անկյուն այն է նշանակում հանդիպան գլխավոր մրցավարը Եղեգնաձորի դարպասի ուղղությամբ բայց միջ այդ փոփոխություն կտեսնենք Եղեգնաձորի կազմում, թիմի գլխավոր մարզիչ Արտյոմ Ավակյանը կատարում է փոփոխություն։ Խաղադաշտը մտնում Էրիկ Մովսիսյանը, ով փոխարինեց Դավիթ Աբիոլային, իսկ մյուս փոփոխությունը կարծում եմ մյուս դատարի ժամանակ տեղի կունենա։ Հիմա կա մրցավարի Սուրիչը բարձից փոխանցում Ղարիբյանի հարվածի փորձ այստեղ փակվեց։ Հեռացված է գնդակը Վարդանյան Բայց հիմա հեռու թողեց գնդակը Մովսիսյանը այլապես շատ կայծակնային հակագրոհի կարող էր անցնել Եղեգնաձորը Նալբանդյան դուրս չի եկել արդյոք գնդակը հիմա արդեն դուրս եկավ եթե մինչ այդ դուրս չէր եկել Նալբանդյանից ու հարված Գևորգ Մովսիսյանի պաշտպանած դարպասից կտեսնենք այո հիմա կարելի է մտածել այն մասին չնայած կրկնում եմ ևս մեկ անգամ հանդիպում ընկերական բնույթ է կրում բայց որպես ֆուտբոլ հա այսպես ասած որպես ֆուտբոլի սիրահարներ այս ամենը հաշվի առնելով իհարկե րոպեներ անց կարծում եմ Եղեգնաձորի ֆուտբոլիստները միայն ու միայն կփորձեն ողջ կազմով շարժվել առաջ փորձել որքան հնարավոր է շուտ առաջին արդեն կրճատել հաշվի տարբերությունը հետո մտածել ոչ ոքի կամ նույնիսկ առավելության մասին, բայց իհարկե պետք է նույնիսկ այդ ամենը կիրառելիս մտածել այն վտանգավոր հակագրոհների մասին, որը կարող է սպառնալ թիմի դարպասի ուղղությամբ։ Պողոսյան շատ լավ փոխանցում ստացավ դարպասապա Մուրադյանից, այո մենք քաշ տեղյակ ենք Էջմիածնի հանդիպումներից, թե թիմը ինչպես է հակագրոհներ իրականացնում, ինչպես է գրոհում շատ արագ։ Նալբանդյան կա Սմբատ Պողոսյանի տարբերակը կատարեց փոխանցում այստեղ, բայց կա խաղից դուրս իրավիճակ ակնհայտ էր Պողոսյանի խաղից դուրս իրավիճակում գտնվել է իհարկե եթե գնդակին հասեր Ակուլյանը այս փոխանցման ժամանակ նա խաղից դուրս իրավիճակում չէր եւ
ավելի հարմար կլիներ Ակուլյանի համար, բայց լավ պաշտպանվեց այստեղ Եղեգնաձորը, այսպես ասած պաշտպանները չթեյացան ու խաղից դուրս արձանագրվեց Սմբատ Պողոսյանի մոտ։ Գնդակով Էջմիածնի ֆուտբոլիստներն են երկար փոխանցում առաջ Արշակ Պողոսյանը առաջինն է արձագանքում գնդակին ու շարժվում է առաջ Պողոսյան կա աչից տարբերակ, բայց որոշեց միայնակ վճռել այս դրվագի ելք ու կորցրեց գնդակը հիմա էլ Եղեգնաձորի պատասխանը մնաց գնդակը Եղեգնաձորի ֆուտբոլիստերի մոտ ու տեսնենք այս գրող գեղեցիկ փոխանցում են տեսնում դեպի Մովսիսյանը վտանգավոր է, բայց Մուրադյանը դուրս եկավ դարպասից ու թույլ չտվեց Էրիկ Մովսիսյանի վերջնական արվածը կատարել, ինչ Աշվե նկատ փոխանցում էլ կատարեց այստեղ Արտաշ Մարկարյանը իսկապես լավն էր փոխանցումը Շիշխանյան Ացավ Մուհամեդին կատարեց հիմա փոխանցում դեպի Գիգոլյանը դեպի Կենտրոն Պողոսյանի ուղղությամբ բայց չհասավ գնդակը Արշակ Պողոսյանի խլեց հիմա Եղեգնաձորը գնդակ ու ձախ եզրով Եղեգնաձորի ֆուտբոլիստները շարժվում են առաջ, իսկ այստեղ խաղի կանոնները խախտում է Գիգոլյանը ու բավական վտանգավոր դիրքում ստանդարտ հնարավորություն են վաստակում Եղեգնաձորի ֆուտբոլիստները։ Այո, այստեղ ակնհայտ է խախտումը Գիգոլյանի կատարմամբ։ Ու տեսնենք այս ստանդարտ ինչ կտա Եղեգնաձորին կրկնում եմ, եթե կարողանան արագորեն կրճատել հանդիպանը հաշիվը, ապա մեզ բավական լարված ու հետաքրքիր վերջնամաս է ստացվելու, ճիշտ է դեռ այնպես չէ, որ բավական ժամանակ մնացել է թիկունքում 14 րոպե են ընթանում երկրորդ խաղակեսի, դեռ մի ամբողջական 20-21 րոպե կա հիմնական ժամանակի ավարտին։ Ու տեսնենք այս ստանդարտի խաղարկումը ինչ կտա Եղեգնաձորին Կասուլիչը հարված ու Մուրադյանը հեռացնում է այստեղ գնդակը լավ նկատեց Անկյունը Ագատուչուկն հարվածեց, բայց իհարկե Վայե Մուրադյանը շատ փորձառու է ու կարողացավ առանց որևէ խնդիրների հեռացնել գնդակը հիմա եսից նետում են Եղեգնաձորի ֆուտբոլիստները Վարդանյան դեպի հետ փոխանցում, բայց շատ արագ է Ակուլյանը խլեց գնդակ ու շարժվում է առաջ Գագիկ Ակուլյանը հաջող անցում, բայց փոխանցում այնքան էլ հաջող չէր այս անցումները իրականացնելուց հետո, եթե կարողանար հասցեագրել գնդակը այնպես ինչպես հարկն է այս իրավիճակում Ակուլյանը Գիգոլյանին ապա միայնակ է դարպասապայի դիմաց մնացել Գիգոլյանն ու ոչ ոք չէր խանգարում նրան Շիշխանյան դու սարի մի քիչ Գեղեցիկ գործ է Շիրխանյանը Սարգսյանի հետ խաղարկումը լավ էր մտածված, բայց չստացավ պատասխան փոխանցումը նրանից չանցավ Սարգսյանի կատարած փոխանցումը Ալեքսանդր Նալբանդյան դեպի Շիրխանյանը մեկ հպումով թողեց Գիգոլյանին կրկին Շիրխանյան, բայց արդեն կորցրեց Էջմիածինը գնդակ ու Եղեգնաձորը փորձում է դուրս գալ պաշտպանությունից հիմա ստացվեց եւ կարելի է մի փոքր արագացնել Շատ լավ փոխանցում էր այստեղ Մանասեն կատարում, բայց իհարկե Ղարիբյանը հաջող գործեց, իսկ այստեղ էլ կար խաղի կանոնների խախտում Հենց կուրում Մանասեի կողմից Ակուլյանի դեմ պայքարում ու ուսուլեց մրցավարը ստանդարտ նշանակելով եւս մեկ փոփոխություն Եղեգնաձորի կազմում խաղադաշտ մտավ Տարոն Սարգսյանը ու տեսնենք թարմ ուժերով Սարգսյանը ինչ կփորձի անել Եղեգնաձորի կազմում խաղադաշտը լքեց Արթուր Վարդանյանը կա Սուլիչը Սարգսյանը խաղարկում է Ղարիբյանի հետ գնդակը ու դեպի աչ ուղարկում որտեղ Ալեքսանդր Նալբանդյանն է թողեց Նալբանդյանն էլ գնդակ Ալավերդյանին չանցավ այստեղ Չակերտը որ Ալավերդյանի կատարած փոխանցումը բայց ամեն դեպքում գնդակը կլինի Էջմիածինը Մուհամեդից դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից Ալավերդյան կա կենտրոնում Պողոսյանը, կա Վարդանյանը, բայց ետ ուղարկեց գնդակը Ալավերդյանը, Ղարիբյանին ու դեպի ետ դարպասապա Վայե Մուրադյանը Ես եւս մեկ անգամ հիշեցնեմ, այո, դա այս հանդիպումը ընկերական է, բայց այս թիմերը ներկապային հանդես են գալիս Հայաստանի սիրողական AFB մրցաշարերում այս գրոյից հետո այդ մասին Նալբանդյանը աչ եզրով շարժվում է առաջ կատարում փոխանցում ու եթե հասցեր գնդակը Ակուլյանին ապա ոչ ոք չէր խանգարի այստեղ նրան եւս մեկ անգամ գրավել Եղեգնաձորի դարպասը, բայց ուժեր են Նալբանդյանի կատարած փոխանցում այո թիմերը հանդես են գալիս Էջմիածինն ու Եղեգնաձորը համապատասխանաբար սիրողական AFB լիգա մրցաշարերում որտեղ թիմերը հասել են արդեն կիսաեզրափակիչ փուլեր հիշեցնեմ
Եղեգնաձորը առանց պարտության հաղթարել է խմբային փուլ ու Բելիգա մրցաշարի կիսա եզրափակիչում է որտեղ կմրցի Դիլիջան Յունայթեդ ակումբի դեմ Շիրխանյան հիմա այս գրող տեսնենք Էշմիածի դեպի Սարգսյանը Ակուլյանին ուղարկեց Սարգսյանն էլ գնդակը չկա խաղից դուրս արդյոք ոչ Սարգսյան դեպի Սմբատ Պողոսյանը հարված բայց բարձր է ստացվում Պողոսյանի կատարած հարվածը այո չնշանակեց մրցավարը խաղից դուրս չկար Սարգսյանի փոխանցման ժամանակ խաղից դուրս վիճակ ըստ եզրային մրցավար Արսեն Պետրոսյանի ու Պողոսյանի արված այստեղ տիպուկ չստացվեց, իսկ արդեն Էշմիածին ակումբը եվս մեկ անգամ իջեցնեմ դիպավ, այստեղ գնդակը Ղարիբյանի ձեռքին, այո, ու ստանդարտ նշանակում իմ այլ մրցավարը Վահե Մուրադյանի դարպասի ուղղությամբ Էշմիածինն էլ Ալիգա մրցաշարի կիսա եզրափակիչում է, որտեղ արդեն հանդիպման օրը, այսպես ասած, հայտի է մարտի 7-ին կկայանա Իջևան ակումբի դեմ հանդիպումը հենց առաջին իսկ հանդիպումը դիմակայության կլինի Իջևան քաղաքում որտեղ կհյուրընկալվի Էշմիածինը հետո արդեն պատասխան վճռորոշ ու որոշիչ հանդիպումը կլինի հենց այս մարզադաշտում Ուրարտու մարզադաշտում Էշմիածինն դեմ Իջևանի որից շատ բան է կախված լինելու վստահ եմ այդ օրը կհիշեցնեմ իհարկե հիմա ստանդարտ տեսնենք ինչպես կարգեն այս ստանդարտը Եղեգնաձորի ֆուտբոլիստները միանգամից երկու ֆուտբոլիստ է գնդակի մոտ կա մրցավարի Սուլիչը ցածից այստեղ փոխանցման փորձ Էրիկ Մովսիսյանից բայց չանցավ գնդակը Մուհամեդը խլեց այն նորից մրցակիցներից ու պահում է գնդակի մոտ բայց Շիրխանյանը այստեղ լավ աշխատեց եւ կարողացավ պահել գնդակը դաշտի սահմաններում չնայած շատ ժամանակ չպահանջվեց Եղեգնաձորից կրկին վերականգնել գնդակը հիմա կորուստը Պողոսյան դեպի Ակուլյանը բայց Ասա ողջ կազմով մրցակցի կիսա դաշտում է գտնվում հիմա Եղեգնաձորը ու ինչի մասին իհարկե խոսում է պետք է արդեն մոռանալ ամեն ինչի մասին ու շարժվել առաջ մտածելով իհարկե առաջին հերթին կրճատելու հանդիպման հաշիվը Հիմա ունի հնարավորություն Եղեգնաձորը գրավելու դարպասը ու այդպես էլ անում է 2-1 Կուրում Մանասեն գրավում է դարպաս ու հանդիպան հաշիվը կրճատված է Ապի, շենքել է բրավար Վըլ, մեկ կարսես 19 համարը, չէ խպեց Ասինը, չէ համ Արտուր կանտրոլը կորցրել է, գրաֆալը հետ Կուրում Մանասը 2-1 հաշիվը կրճատված է, ինչը նշանակում է, որ մեզ շատ հետաքրքիր վերջ եմ ասել, սպասում իսկապես այո Ստացեց այն ինչ փորձում էին անել Եղեգնաձորի ֆուտբոլիստները, արագ գնացին մեկ գնդակի ետևից ու կարողացան հեղինակել ու տեսնենք այս մնացած ժամանակահատվածում ինչ կփորձի Անել ակումբը 15 րոպե մինչև հանդիպան ավարտը այդքան ունի ժամանակի տրամադրության տակ Եղեգնաձորը հավասարեցնելու նույնիսկ մտածելու առաջ անցնելու հաշվում է այդքան ունի տրամադրության տակ Էշմիածինը պահելու առավելությունը կամ նույնիսկ մեծացնելու ու տեսնենք թիմերից որ մեկին կուղեկցի բախտ այստեղ կարող էր հավասարվել հիմա հանդիպան հաշիվը բայց բավական բարձր ստացվեց Էրիկ Մովսիսյանի կատարած հարվածը շատ նպաստավոր դիրքից Այո, արդեն շատ բարձր է հանդիպան տեմպը, բավական լարված ու հետաքրքիր հանդիպում ենք դիտում Պողոսյան Թողեց գնդակը Կարեն Շիրխանյանին, Շիրխանյանն էլ դեպի Աշտալբանդյան հասավ այս գնդակին ու պայեց, բայց հետո փոխանցումը փակվեց Մուհամեդի կողմից ու ես իսկ նետի Էշմիածինը Նորից Ալավերդյան ուղարկում է գնդակը Արշակ Պողոսյանին, ստանում նրանից պատասխան փոխանցումը ու ուղարկում նորից դաշտի միջին հատված, որտեղ Կարեն Շիրխանյանն է, լավ փոխանցում դեպի Ակուլյանը, կատարեց Ակուլյանն էլ Սմբատ, ներողություն, Գիգոլյանի ուղղությամբ ուղարկեց գնդակը, բայց այստեղ մի փոքր ավելի թույլ ստացվեց փոխանցումը, քան արագություն զարգացրել է արդեն իսկ Գիգոլյանը ու կորցրեցին գնդակը, իսկ այստեղ չկա արդյոք խաղից դուրս իրավիճակ, ոչ ու շարժվում է առաջ Էշմիածինը, բայց ներողություն Եղեգնաձորը, բայց Էշմիածնի պաշտպան Արտուր Ալավերդյանը շատ հաջող պաշտպանվեց այս իրավիճակում ու վտանգը չեզոքացրեց Սարգսյան Չանցավ Սարգսյանի կատարած այս փոխանցում ու նորից գնդակը
Եղեգնաձորի մոտ է։ Շատ խառը ֆուտբոլ է ընթանում դաշտի միջին հատվածում, հիմա անցավ գնդակը կիսա դաշտը, բայց Գիգոլյանի փոխանցումը դեպի Նալբանդյանը հաջող ստացվեց ու գնդակը նորից Էջմիածնի կիսա դաշտում է։ Նազարյանը այստեղ թույլ չտվեց իհարկե Նազարյանին այդքան եկան մտածել, Արսեն Սարգսյան։ Էլակ իրար է, արած։ Շիրխանյան դեպի Ակուլյանը, Ակուլյանն էլ փորձեց թողնել Գիգոլյանին, բայց չստացվեց այս իրավիճակում։ Մուհամեդ դեպի աճ ուղարկեց գնդակը եւ երկար փոխանցում են տեսնում առաջ, բայց Վարդանյանը իհարկե առաջինն է այս իրավիճակում Վայե Մուրադյան ու քիչ էր մնում այստեղ սխալը շատ վտանգավոր հետևանքներ ունենար Էջմիածնի համար։ Եզից կնետեն Եղեգնաձորի ֆուտբոլիստները, բայց փոփոխություն հիմա կլինի Եղեգնաձորի կազմում, առաջիկա դադարի ժամանակ Արշակ Պողոսյան դեպի Սարգսյան, այստեղ չընդունեց գնդակը Սարգսյանը, Մուհամեդին բաժին հասավ եւ հետ փոխանցում ենք տեսնում գնդակով Եղեգնաձորն են, այստեղ Ակուլյանից հեռացավ գնդակը, բայց փոփոխություն կլինի հիմա այս դադարի ժամանակ Եղեգնաձորի կազմում, խաղադաշտ է պատրաստվում մտնել Գոր Մնացականյանը։ Կոնտրոլը հետ Եթե դեմը Իսկ խաղադաշտը լքում է Դավիթ Մովսիսյանը, տեսնենք արդեն Գոր Մնացականյանը թարմ ուժերով ինչ կփորձի անել արձակման գծում տեղի ունեցավ այս փոփոխությունը, այո, Արտյոմ Ավագյանը կատարեց փոփոխություն արձակման գիծը ուժեղացնելու համար եւ տեսնենք փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստը իդեմս Գոր Մնացականյանը ինչպես կգործի, այստեղ Մուրադյանը ռիսկի դիմեց, բայց հաստրեց ազատվել գնդակից, չնայած Եզից կնետի Եղեգնաձորը ռիսկային գործողություն տեսանք իսկապես դարպասապահ Վայե Մուրադյանից, բայց ստացվեց հեռացնել գնդակը այստեղ եւս մեկ եզրային նետում Մովսիսյան լավ չընդունեց գնդակը ու հեռացեցին Էջմիածնի ֆուտբոլիստները, բայց ոչ այնքան էլ հեռու Եվս մեկ գրոյի փորձ ու նորից այստեղ Վարդանյանն առաջինն էր, հիմա եզրային նետում կկատարի Եղեգնաձորը, այո, ակտիվացել են խփած գնդակից հետո, բավական ակտիվացել են Եղեգնաձորի ֆուտբոլիստները ու գուցե այդ ամենը որևէ բանտաթիմին հանդիպան հաշիվը հավասարեցնելու գործում, բայց այստեղ Վարդանյանը լավ պաշտպանվեց Ակուլյանն ու հիմա արագ հակագրոյեն տեսնում Էջմիածնի Շիրխանյանը շարժվում է առաջ Կա աչիս տարբերակ, կա Ակուլյանի տարբերակը, ձախ եզրից շատ լավ փոխանցում դեպի Գագիկ Ակուլյանը Ակուլյան ստացվեց անցնել մեկ մրցակցի հարվածել կատարեց, բայց թույլ է ստացվում Ակուլյանի կատարած հարված ու դարպասապահ այստեղ վերցնում է գնդակը եւ նետում կատարում դեպի ձախ եզրը Արշակ Պողոսյան հաջող գործողություն, բայց այստեղ Նալբանդյանի փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց, չնայած հասավ Պողոսյանը գնդակին ու այն պահեց իր մոտ շատ լավ նկատեց Սարգսյանին, բայց առաջինը գնդակին այստեղ արձագանքեց Տոչուպվում Բրավո Բրավ դիցը Արի ծախտիկ արի Որոն Սարգսյանն է գնդակով երկար փոխանցում առաջ լավ էր նկատել խաղընկերոջ գրոյի միացումը, բայց թիմի ավագ Ղարիբյանը պաշտպանության կենտրոնում իսկապես հենարան է Էջմիածնի համար ու լավ գործողություն Արսեն Սարգսյան ու ինչու չհարվածեց Սարգսյանը նա կարող էր այսպիսի տարածությունից բավական հարմար է հարված կատարելու համար Սարգսյանին ու կարող էր գրավել դարպասը չստացվեց Ղարիբյան երկար փոխանցում առաջ Սուրեց մրցավարը ոչ Ակուլյան ու տեսնենք այս գրոյին չէ տալու Էջմիածնին Ակուլյան հարվածը բավական բարձր է ստացվում ու գնդակն էլ դուրս է գալիս դաշտի սահմաններից հիմա հասկանանք ինչ պատահեց Եղեգնաձորի ֆուտբոլիստ Հարություն Նազարյանին բախում տեղի ունեցավ կարծես Ղարիբյանի հետ, բայց Ղարիբյանի գործողություններում խաղի կանոնների խախտում չկար ու հիմա շարունակվում է հանդիպումը Ախվել ես ընդ մնացել է Արտուր մեջտին հետ մնացել է գնդակով Մուհամեդն է ապրեք խաղարկում է գնդակը Մանասեի հետ, բայց գնդակի կորուստ Ակուլյան ճիշտ ժամանակին էր փոխանցումը Գիգոլյան, բայց լավ չընդունեց այստեղ Գիգոլյանը գնդակ ու կորցրեց հետո հասավ գնդակին ու պահեց այն դաշտի սահմաններում Ակուլյանը եւս լավ փոխանցում դեպի Արսեն Սարգսյանը կատարեց, ստացավ նրանից պատասխանը ուղարկեց դեպի Տուգանայինի մատույցները, բայց հեռացված է գնդակ ու Եղեգնաձորի գրոյի փորձը այստեղ նորից չեզոքացվեց վտանգը
ու ես զից կնետեն արդեն Էջմիածնի ֆուտբոլիստները այո իսկապես լարված վերջնամաս ենք ունենում լարված 8 րոպեներ են մնացել հանդիպման ավարտին եւ տեսնենք այս 8 րոպեները հիմնական ժամանակի ավարտի ինչ կտան թիմերին Տարոն Սարգսյան երկար փոխանցում տեսանք դեպի առաջ բայց այստեղ չստացվեց Բրավո ճոք Մարկարյանի մոտ հաջող ընդունել գնդակը Պողոսյան Առաջին գոլի եղինակն է հանդիպման գնդակով թողնում է Ղարիբյանին ես հիշեցնում ովքեր դարձան գոլերի եղինակներ Խաղակեսի առաջի կեսի վերջնամասում Արչակ Պողոսյանի սկսած գրող ավարտին հասցրեց ու բացեց այս դիմակայության հաշիվը Եգոր Խաղակեսի մեկ տարկում Շիրխանյանը կրկնապատկեց առավելությունը հիմա Պողոսյանի փայլուն անցումը տեսանք փոխանցումը նույնպես լավն էր դեպի Ձախ եզր որտեղ Սմբատ Պողոսյանն է իսկ հետո արդեն Էջմիածնի կազմում մեկ գնդակ կարողացավ հեղինակել Կուրում Մանասեն ու կրճատել հանդիպման հաշիվ այս 3 գնդակներն են առայժմ կպված խաղադաշտում Շիրխանյան պայքարում է այստեղ գնդակի համար բայց հեռու թողեց ու կորցրեց իսկ հիմա պատասխան հակագրոհը տեսնենք ինչի կվերածվի այս հակագրոհը մնացականյանը հասել է գնդակին դեպի Մովսիսյանը բայց այստեղ չընդունեց գնդակը Մովսիսյանը Արսեն Սարգսյան դեպի Նալբանդյան ու հիմա գուցե նույնպես հարակագրոհի անցնի Էջմիածնը կա Պողոսյանի տարբերակը չկատարեց փոխանցում Նալբանդյան ու գտավ Գիգոլյանին Նորից Նալբանդյան Շատ ճիշտ փոխանցում Գիգոլյանին հարված ենք տեսնում ու թույլ ստացվեց Գիգոլյանի հարվածը Գևորգ Մովսիսյանն էլ իրենց գնդակին նետում կատարելով Տարոն Սարգսյանի ուղղությամբ այո վերջին րոպեները բավական լարված են ընթանալու դրանում երկու կարծիք լինել չի կարող իշխանել որ հանդիպումը կրում են իրական բնույթ միևնույնն է թիմերը մարզավիճակը ձեռք բերելու եւ այն պահելու համար են այստեղ ու տեսնենք կա հիմա կա խաղից դուրս իրավիճակ այո ակնհայտ խաղից դուրս իրավիճակ կար Էրիկ Մովսիսյանի մոտ ու Եզրային մրցավարը շատ արագ ուշեց հանդիպան գլխավոր մրցավարին ով արձանագրեց խաղից դուրս իրավիճակը այստեղ Ստանդարտ խաղարկում են Էջմիածնի ֆուտբոլիստները Ալավերձյանը դեպի Շիրխանյան ուղարկեց գնդակը նորից այդ փոխանցում Պողոսյան դեպի Ղարիբյանը շատ լավ նկատեց Սամբատ Պողոսյանի Ղարիբյանը Պողոսյանն էլ գերազանց փոխանցում կատարեց Շիրխանյանին Ակուլյան չնկատեց Սամբատ Պողոսյանի առաջ խաղացումը Ակուլյանը կորցրեց գնդակ ու հիմա կփորձի գրոհ սկսել Եղեգ Նաձորը արդեն Ձախ եզրով Մուհամեդ Եվ ուղարկում է գնդակը Ագահ Տուչուկվի ուղղությամբ Սարգսյան նորից Տուչուկվու գտավ կենտրոնում Մուհամեդին Մուհամեդը գնդակով է այստեղ մի փոքր հաջող ընդունեց բայց մնաց գնդակով իսկ այս փոխանցումից հետո արդյոք չկա խաղից դուրս իրավիճակ կա այո կա ակնհայտ խաղից դուրս իրավիճակ նորից նշանակեն մրցավարը միանգամից 2-3 ֆուտբոլիստներ գտնվում են խաղից դուրս իրավիճակում Բրավո տղեկ գերազանց պաշտպաններ Էո չեք խոսում Պողոսյան խաղարկում է գնդակի Էջմիածինը Վայ Մուրադյանն է գնդակով դեպի Ձախ Վարդանյանի ուղղությամբ Ոտուզի Ճիշպաս Հասցրեց ազատվել գնդակից Վարդանյանը բայց այստեղ Մանասեն խլեց գնդակու շարժում է առաջ Մանասը Աչից կա տարբերակ չկատարեց փոխանցում Մանասեն բայց մնաց գնդակով այսքան երկար անցումից հետո իսկ այստեղ խախտում չտեսավ մրցավարը Սմբատ Պողոսյանն շարժում է առաջ կա Ակուլյանը կա փոխանցում դեպի Գագիկ Ակուլյանը բայց Մուհամեդը նահանջեց ու մաքուր գործեց հիմա բայց դադարեցեց հանդիպումը մրցավարը հասկանակի շպատեց Կուրում Մանասեին Եկիմես պեչի արակտու դու սմբոյին կոյին կտա
Մտի խաղի մեջ ենքան, գոլը կարևոր։ Այո, ամեն ինչ կարգի դեմ Մանասեի հետ շարունակվում է հանդիպումը։ Կտանով, այդ է, ապրել, Ուչուպուն հետ ուղարկեց գնդակը այստեղ Կինգսլի ուղղությամբ Կինգսլին է դեպի Ծախեզր երկար փոխանցում առաջ Ղարիբյան այստեղ լավ չընդունեց գնդակ ու գրո ենք տեսնում Եղեգնաձորից Հովսիսյան հաստրեց այստեղ փոխանցում կատարել ու հենց Եղեգնաձորի ֆուտբոլիստից էր գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից արված կլինի Վայե Մուրադյանի պաշտպանած դարպասից Վերջին 3 րոպեները հանդիպման ու տեսնենք այս րոպեները ինչպես կստացվեն թիմերի համար Պողոսյան ուղարկում է գնդակը Կարեն Շիրխանյանին Շիրխանյանը դեպի Սարգսյանը կա Սմբատ Պողոսյանը կա փոխանցում նրա ուղղությամբ միացավ ու շատ լավ արագություն տվեց այստեղ Էջմիածնի գրոհին Սմբատ Պողոսյանը միայնակ որոշեց անցում կատարել մեկին անցավ երկրորդի նույն բանը անել չստացվեց Ակուլյան Ռաֆ, խնդրում եմ դուրս արի, Ռաֆ բայց այստեղ ուժեղ ստացվեց Ակուլյանը կատարած փոխանցում ու եզիսկ նետի Եղեգնաձորը Ռաֆի տեղը սմոստե կա փոխանցում դեպի Մովսիսյան Ղարիբյանը այստեղ առաջինը ասավ ու արձագանքեց գնդակին ու տեսնենք Արսեն Վարդանյան դեպի ձախ Պողոսյան եւ հետ փոխանցում դեպի Դարպասապավայը Մուրադյանը չի շտապում հիմա իհարկե Մուրադյանը չի շտապում Էջմիածինը փորձում են հանդիպում ավարտին հասնել Էջմիածնի ֆուտբոլիստները բայց կոպիտ սխալ այստեղ ու Եղեգնաձորը նետվում է առաջ Նազարյան ձախ եզրում է այստեղ հասցրեց արդեն նահանջելու վերադասավորվել Էջմիածնի պաշտպանությունը բայց անկյունային հարված վաստակում են Եղեգնաձորի ֆուտբոլիստները այս իրավիճակում ու տեսնենք այս ստանդարտը ինչ կտա թիմին 2 րոպեից քիչ է մնացել արդեն հիմնական ժամանակի ավարտին ու տեսնենք գուցե ստանդարտը գա հիմա օգնության Եղեգնաձորին խփելու երկրորդ պատասխան գնդակ ու հավասարեցնելու հանդիպան հաշիվը Բարձից փոխանցում ենք տեսնում դեպի Տուգանայինի մատույցներ բայց Շիրխանյանը կարողացավ հեռացնել գնդակ այստեղ էլ Արվացի փորձ չստացվեց Արսեն Սարգսյանը անկման գնով փորձեց այստեղ ու ստացվեց Սարգսյանի մոտ հիմա հեռացման փորձ չստացվեց ու Արչակ Պողոսյանն է տիրում գնդակին եւ կատարում փոխանցում Նալբանդյանի ուղղությամբ ով զարգացնում է արագություն դեպի Գիգոլյանը բայց լավ չընդունեց Գիգոլյանը չնայած կար արդեն իսկ խաղից դուրս իրավիճակ կարծես թե ստանդարտ նշանակեց մրցավարը ոչ կարծես խաղից դուրս իրավիճակում էր Գիգոլյանը Աղարկված է գնդակը ձախ եզրով Էջմիածինը փորձեց գրոհի անցնել չստացվեց ու ստիպված եղան հետ ուղարկել Մուհամեդին ով ուղարկում է գնդակը Կինգսլի ուղղությամբ աչից կա տարբերակ Մանասեի տարբերակը կա չկատարեց այստեղ Կինգսլին փոխանցում հիմա Մուհամեդն է նորից գնդակով շատ ակտիվ հանդիպում անցկացեց այսօր Մուհամեդը իսկապես Եղեգնաձորի կազմում դաշտի միջին հատվածում լավ գործողություններ տեսանք նրանից Վարդանյանը առաջինն էր այս փոխանցմանը եւս մեկ փոխանցում Ղարիբյանն է հիմա էլ փոխօգնության գալիս խաղընկերոջ ու կարողացան այստեղ փակել մրցակցի գրոհի առաջխաղացման ճանապարհը Գագիկ Ակուլյան դեպի Նալբանդյանը Արսեն Սարգսյան տեսնենք ինչ որոշում է կայացնում Սարգսյան ուղարկեց գնդակը Գիգոլյանին բայց Շտացվեց Գիգոլյանի մոտ հաջող ընդունել Ալավերդյան դեպի Շիրխանյան ու չի ստացվում հիմա այլ Կարեն Շիրխանյանի հարվածը եթե հարվածը այստեղ Շիրխանյանի մոտ ստացվել ապա չէր բացառվում որ եթե հարվածն ընդհանրապես դարպասի ուղղությամբ այդ մասն է խոսքս չի բացառվում որ կգտներ ցանցը Շիրխանյանը բայց չասավ լավ կերպով չասավ այստեղ Շիրխանյանը գնդակին նորից երկար փոխանցում ենք տեսնում առաջ Մովսիսյան Ալննդեմ Ալավերդյանի հեռացեց Ալավերդյանը առանց մտածելու իհարկե գնդակը շատ ճիշտ վարվեց ու հանդիպում այս ընկերական հանդիպումը որը շատ հետաքրքիր ստացվեց ավարտված է 2-1 հաշվով օգուտ Էջմիածին ակումբի այս հանդիպման համար այս խաղային օրվա համար նախատեսել էինք այսքանը վարի գիշեր ու ամենայն վարի